Ամառվա ամենասպասված եւ ամենաուրախ տոներից մեկը Վարդավառը կրկին համախմբեց Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչներին։ Վաղ առավոտից փողոցները լցվեցին ժպիտներով, ծիծաղով եւ ջրի շիթերով, ստեղծելով տոնական ու ջերմ մթնոլորտ։ Վարդավառը հայ ժողովրդի հնագույն տոներից է, որի ակունքները գալիս են դարերի խորքից։ Նախաքրիստոնեական շրջանում այն նվիրված էր սիրո եւ գեղեցկության աստվածուի աստղիկին, իսկ քրիստոնեության ընդունումից հետո հայ առաքելական եկեղեցին տոնը հաստատեց որպես Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոն։ Ուրեմն գիտեք, տաղավար տոներից մեկն է, մենք 5 տաղավար տոներ ունենք, հենց դրանով արդեն շեշտվում է, որ ամենակարևոր տոներից մեկն է, ինչը իրենից ներկայացնում։ Տոնը հիմնված է ավետարանական դրվագի վրա։ Երբ որ մեր Տերը աշակերտների հետ բարձրացավ Թաբոր լեռ աղոթքի եւ աշակերտները նկատեցին, որ Տիրոջ մոտ մի հետաքրքիր հրաշալի փոփոխություն տեղի ունեցավ, պայծառակերպություն, մենք դրան ասում ենք, կամ այլակերպություն։ Այսինքն սովորական պարզ մեր նման նկատելի մարդը դառնում է լուսավոր, լուսարձակ, որով ցույց է տալիս քրիստոնյայի ընդհանուր առմամբ, քրիստոնյայի եւ Աստծուն լիարժեք հավատացող մարդու ընթացքը, թե ուր է ինքը հասնելու։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի պայծառակերպության դրվագը, այդ տեսակը, տեսարանը մեզ հուշում է մեր հետագայի մասին, եթե իհարկե մենք չենք շեղվում ճշմարիտ ճանապարհից։ Այսօր այն շարունակում է ապրել, պահպանելով թե իր հոգևոր խորհուրդը, թե ժողովրդական ավանդույթները։ Տոնի ամենասիրելի սովորույթը միմյանց վրա ջուր ցողելն է։ Համարվում է, որ ջուրը մաքրության, կյանքի եւ նորոգության խորհրդանիշ է, իսկ Վարդավառի օրը ջուր ստանալը բարիք ու հաջողություն մաղթելու գեղեցիկ ձև։ Այդ պատճառով այսօրը նույնիսկ անծանոթները միմյանց դիմավորում են շպիտով ու ջրի կաթիլներով։ Ուրեմն ջրախաղը շատ հաճախ շփոթում են, թե հետանոսական շրջանի ջրային պաշտամունքի տար է։ Բայց իրականության մեջ նախահետանոսական շրջանում Նոյի ժամանակներից սկսած համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյի կողմից հաստատած խորհրդավոր մի ծիսակարգ է խաղային ձևով, որ սերունդները սերունդ փոխանցելով պետք է միմյանց հիշեցնեն ջրհեղեղի պատմությունը, որով էլ զգուշանան, որ եթե հանկարծ չարությունը շատ մտավ կյանքը կարող է փչանալ, վնասվել։ Այսինքն անդադար հիշեցում է կատարում սերունդներին, որ մեղքի պատճառով աշխարհը կարող է կործանվել, հետևաբար եղեք մաքուր, հեռու մնացեք մեղքից, ապաշխարությամբ ապրեք, աստվածապաշտությամբ ապրեք։ Վարդավառը վաղուց արդեն դարձել է ոչ միայն եկեղեցական, այլև համաժողովրդական տոն։ Այն միավորում է երեխաներին, երիտասարդներին եւ մեծահասակներին մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել ազգային ավանդույթներն ու կիսել ուրախությունը։ Վարդավառը պարզապես ջրախաղ չէ, այն հիշեցնում է, որ հայկական մշակույթն ու ավանդույթները շարունակում են ապրել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ սրտաբաց ժպտում են, միմյանց բարեմաղթանքներ հղում եւ միասին տոնում իրենց ազգային արժեքները։ Ջրի յուրաքանչյուր կաթիլ այսօրը դարձնում է խաղաղության, բարության եւ կյանքի շարունակության խորհրդանիշ։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։